թե ամանորին ինչ եք դնելու սեղանին, եթե այո, ապա միշտ ապեք, որովհետև հայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանը հայկական ավանդական խոհանոցի յուրահատուկ գաղտնիքների բանալին որոշել է տրամադրել մեր հետևորդներին։ Հայտնի խոհարարը խորհուրդ է տալիս ամանորին պատրաստել տոնական և ծիսական ուտեստներ, դոլմայի տարբեր տեսակներ, օրինակ պասուց դոլմա, խաշի, լցոնած հնդկահավ, հայկական ավանդական աղցաններ։ Ամանորի ուտեստները պետք է լինեն ծիսական, իմաստավորված, գալիք տալուց սպասելիքներով, հղումներով առաստված։ Հայտնի խոհարարը խորհուրդ է տալիս առաջիկա տոներին ազատվել շատի, մեծի, չլսվածի և չտեսնվածի գաղափարից։ Եթե չկա արժանապատվություն, եթե չկա ազգայինի նկատմամբ զգացմունք, սուրբ զգացմունք, այդ մնացած ամեն ինչը խոսքեր են։ Սա ուղղակի օտարամոլության մասին նաև։ Տեսեք, մենք պիտի ուղղակի ծնարադիր այսպես շնորհակալություն հայտնենք մեր տատիկներին, որովհետև նրանց միջոցով մեզ է փոխանցվել տոնածիսական կերակրատեսակների մի համակարգ, որը խոհանոց լինելուց զատ նաև աշխարհընկալման, բնավորության, առողջության, մտավոր ունակության և ընդհանրապես շատ լուրջ արժեքների հիմքն է հանդիսանում։ Եվ այս տոնածիսական կերակրատեսակների մեջ ամանորի կերակրատեսակները առանձնացված են։ Առանձնացված են բոլոր տոների կերակրատեսակները։ Տեսեք, ամանորը նախ ընդհանրապես մենք պիտի հասկանանք, որ անցնող տարու հետ մենք պիտի ինչ-որ մի բան համարենք անցյալ, համարենք հին և ձերբազատվենք։ Այդ թվում նաև մարդկային հարաբերությունների մեջ։ Պիտի նորովի, այո, պիտի անցածը դնենք մի կողմ և սկսենք նորը կառուցել ավելի դրական զգացողությունների վրա, ավելի բարի զգացողությունների վրա։ Եթե սա չեղավ, ամեն ինչը իզուր է, ուղղակի խոսքեր են։ Ես ուզում եմ, որ մենք հետ այսու իրար նկատմամբ էլ ավելի բարյացակամ վերաբերմունք ցուցաբերենք։ Ես ուզում եմ, որ ամեն առավոտ իրար տեսնելիս ժպտանք, ողջունենք, բարևենք և ընդհանրապես իրար նկատմամբ վերաբերմունքը փոխենք։ Եվ այստեղ ազգային խոհանոցը և հատկապես տոնածիսական կերակրատեսակները դրան նպաստում են, որովհետև դրանք այն կերակրատեսակներ են, որոնք սպասելիքի, աղոթքի նման ցանկությունների կերակրատեսակներ են, թե ինչ են ուզում այս տարի լինի։ Օրինակ, միշտ նշում ենք Նավասարդի հարիսան։ Ես միշտ հարիսայից եմ սկսում, որովհետև ընդհանրապես մեր ազգային խոհանոցի հիմքում հացատիկավորներից պատրաստված կերակրատեսակներ են, քանզի Արարիչը արարման վայրը կանխորոշել էր ի վերուստ և դա հայկական բարձրավանդակներ և ամեն ինչ սկսեց Ց օրենից։ Հիմա այդ հապավումը գնացեք ու բացեք։ Այո, Նավասարդի հարիսա, սա ցորենի կամ ձավարի և մսի համադրության կերակրատեսակ է։ Միսը կարող է լինել թռչնամսից տարբեր, գառից, տավարից և այլն, և խոզից նույնիսկ, որտեղ մեր արցախյան հայրենակիցները խոզից էին հենց պատրաստում։ Դուք արդեն երևի կռահեցիք, թե որ կերակրատեսակի մասն է խոսքը։ Սա բաղադրությունը նույնն է սովորական հարիսայի։ Սովորական հարիսան պատրաստում են ինչպես մի 3-4 ժամ համապատասխան համաչափով լցնում են ձավարը, միսը և ջուրը և առանց խառնելու, առանց հարելու եփում են 3-4 ժամ, վերջին մի ժամը հարելով հասցնում են պատրաստի վիճակի։ Իսկ Նավասարդի հարիսան տարբերվում է նրանով, որ նա նույնի համամասնության ջուրը, միսը և ձավարը լցնում են, իջեցնում են թոնիր, նախօրեին ամանորի, առավոտյան արդեն պատրաստ է։ Եվ կարևորը նա է, որ նա չի հարվում, չի խառնվում, որպեսզի գալիք տարին խառնակ չլինի, որպեսզի գալիք տարին պատերազմներ չլինեն։ Ամեն ինչ ունի իր խորհուրդը։ Այո, իհարկե։ Մատուցում են նաև կճախաշ կերակրատեսակը, որը կճուճի մեջ ուղղակի նորից թոների մեջ պատրաստում են, դրանք հատիկավորներ են, ընդեղեններ, լոբի, սիսեր, ոսպ, ձավար, երբեմն եգիպտացորեն։ Ինչի համար է դա։ Դա պատրաստում է, որ այդ մթերքների առատություն լինի։ Պատրաստում են դնում սեղանին։ Տարբեր չրեր, տարբեր աղանձներ, ընկուզեղեն,
Պատրաստում են խմորեղենից կերակրատեսակ։ Երևի գաթան։ Գաթան, բայց այդտեղ կլոր գաթա իհարկե, որովհետև կլոր գաթան նույնպես ունի ծիսական նշանակություն։ Կլոր գաթան արևի խորհրդանիշն է։ Ինչու են ասում գառնու գաթա, գառնի տաճարը, ինչի ում տաճարներ, Միհիրի տաճարներ, Միհիրը արևի աստվածն է կամ դից ասեք, որևէ խնդիր չկա։ Այդ կլոր գաթան արևի խորհրդանիշն է եւ ինչու ենք մենք նույնիսկ հարսանյական հանդեսների ժամանակ երկու կողմախնամիների նպարելով գաթա են տալիս, գաթա են վերցնում, արև են տալիս, արև են վերցնում։ Մեր ողջունը նույնիսկ բարև որ ասում ենք, ի՞նչ է դա նշանակում։ Բնավոր տառնա, երկրորդ տառը չի, եւ արև, մենք բարև ենք ասում, Էլոնա, բարև, Էլոնա ես համարում եմ երկրորդ արև։ Կամ անուշապուրներ են պատրաստում։ Չրերի հիմքի վրա պատրաստում են անուշապուրներ։ Դրանք ինչու են պատրաստում, որ գալիք տարին անուշ լինի։ Պարոն Մամուլյան, կուզենամ օգտվելով առիթից նաև կլոր գաթայի, այսպես ասած, բաղադրատոմսով կիսվեք, որովհետև տարբեր մարդիկ տարբեր կերպ են այդ կլոր գաթան այսպես պատկերացնում եւ թխում, հա, մեկը աղով է անում, մյուսը քաղցրով, որ տարբերություն ըստեյության կա այստեղ։ Աղով մեկը չէ, աղով անում են ընդգծված մեր մարզերից եւ ընդհանրապես գավառներից, դա ջավախն է եւ շիրակը։ Այստեղ է որ միայն աղով են անում եւ հպարտանում են այդ աղի գաթայով։ Երևի դու տեղյակ ես հարցրիդ, այո։ Գիտես որ խոսքը եկա պիտի ասեմ։ Երբ որ ես ուսումնասիրում էի Շիրակի խանութը եւ այդ գաթայի բաղադրատոմսը ընկավ ձեռս եւ կարդում եմ ալյուր 1 կիլոգրամ, շաքարավազ 20 գրամ, չգիտեմ 30 գրամ, խորիզ բան ասում եմ, սա ինչ է նշանակում, էլի ոնց կարող է մի կիլոգրամ ալյուրին, մի 20-30 գրամ, վերջը, երբ որ ես հետ զանգարեցի, որ ճշտեմ, ասին այո, դա հենց հայտնի աղի գաթան է, որը շատ հայտնի է, շատ հայտնի է Ջավախքում եւ նաեւ Շիրակի մարզում։ Բայց ես կհուշեմ այսպես, ուրեմն խմորի համար մածունի հիմքի վրա մածուն 1 կիլոգրամ ալյուրին չեմ կարող ասել ինչքան մածուն, որովհետև ալյուրը պիտի այնքան լցնենք մածունի ու ձվի դեղնուցի վրա, որ ստացվի պինդ խմոր։ Ուրեմն 1 կիլոգրամ ալյուրին 200 գրամ շաքարավազ, մածունը որքան որ չոր լինի, 2 ձվի դեղնուց, լավ հունցել եւ դնել մի ժամ ու կես թող հանգստանա։ Խորիզի համար արդեն հալած յուղը, տնական յուղը, ալյուրը եւ շաքարավազը նույն համամասնությամբ են լցնում, այսինքն 200 գրամ յուղ, 200 գրամ շաքարավազ, 200 գրամ ալյուր, լավ խառնում են, ստանում են խորիզ եւ արդեն խմորը հանգստանալուց հետո մածունովի տարբերակը մեր Արցախի տարբերակն էր, ես դրա համար ընտրեցի եւ բացելով կլոր համաչափ խմորը մեջը տեղադրում ենք խորիզը ծայրերը կողմերից հավաքում, ամրացնում, շրջում, բացում եւ գրտնակում հավասար 1-1.5 սանտիմետր հաստության վրա եւ կողքերը արևի ճառագայթների այդ նշանն ենք անում, վերջում իհարկե պատարակավով միշտ նախշեր են անում արևի շողերի նման եւ վրան քսելով ձվի դեղնուցը դնում են ջեռոց։ Ջեռոցում 180-ից մինչև 200 աստիճան կպահանջվի մոտավորապես 15-ից 20 րոպե։ Պարոն Մամուլյան, կուզենամ նաև մեր հետևորդներին չեն ների, որպեսզի նաև չհարցնեմ, թե ինչ հայկական աղցաններ կան, որովհետև մենք գիտենք, որ մեր հայկական ընտանիքներում աղցանները շատ գերակշռող մասն են կազմում սեղանի, հա, եւ եթե ձեր թույլտվությամբ մի քանի հայկական աղցանների բաղադրատոմսերով խնդրում եմ կիսվեք մեր նախ ասեմ, որ ներելը ամենաուժեղ զգացողությունն է, ամենաուժեղ վարքն է ուժեղներին բնորոշ։ Եվ պիտի մեր հերոստատիզաները միշտ ներեն։ Տեսեք, աղցան բառը ինչ է հուշում, աղցանած եւ ճաշակած։ Եվ հայկական իրականության մեջ աղցանները հիմնականում եղել են վայրի ուտելի բույսերից։ Վայրի ուտելի բույսերի ճանաչողությամբ մենք կարելի ասել հավասարություն ենք աշխարհում։ 300 անուն վայրի ուտելի բույս է ճանաչում հայը։ Եվ սա լուրջ ձեռքբերում է եւ լուրջ ցուցանիշ է բնապաշտ լինելու մասին է խոսում սա։
Տեսեք, ես մի աղցանի շատ թեթև աղցանի մի բաղադրատոմս կարող եմ նշել։ Ուրեմն բազուկը կեղևով կամ խաշել կամ ջեռոցում թխել, այնուհետև դրա բաղադրիչները գրեք բազուկ, ուրեմն սպանախ, լորի պանիր, խաղողի հատիկներ, մի քիչ ձեթ եւ կարող ենք օգտագործել նաեւ կամ բոված ցորեն աղանց կարելի է օգտագործել նաեւ դդումի սերմեր ուրեմն բազուկը ինչպես նշեցի կեղևով խաշել շատ ջուր չլինի կամ լավ կլինի որ փաթաթենք փայլատի մեջ եւ ջեռոցում թխենք 180 աստիճանի տակ այնուհետև հանել, կտրատել խոշոր, սպանախը նույնպես ձեռքով խոշոր առանց եփելու կտրատել ու այս բաղադրիչները միասին խառնել, պանիրը, խաղողի հատիկները, բազուկը, սպանախը, աղանձը, մի քիչ ձեթ ավելացնել, վերջում մի քիչ նաև դոշապ սոուսը ընտրել որպես դոշապ ու դուք կունենաք հաճելի համադրություն աղի եւ քաղցրի մենք չէ որ մենք սիրում ենք չէ պանիրով ձմերուկ պանիրով խաղող իսկ պղպեղ ոչ պղպեղ պետք չի այսինքն ըստ ճաշակի գիտեք ես համեմունքների մասը որ կծու շատ են սիրում մեր հայկական հա դա բնաշխարհից է մեր բնաշխարհից է դա այնուամենայնիվ դա ճաշակի հարց է Եվ այս աղցանը թարմ, կազդուրող, թարմացնող, ախորժակ բացող աղցան է։ Աղցանները ընդհանրապես պիտի լինեն ախորժաբեր։ Շատ արագ պատրաստվում է, դուք կարող եք պատրաստ ունենալ այդ ամեն ինչը, խաշված, արդեն պատրաստված բազուկը, թարմ վիճակում մնացածը արդեն հյուրը եկավ հենց ավելացրեք ու բաներեք։ Ես շատ եմ ուզում, որ ամանորին եթե հարկ կա կամ սկզբունքորեն որոշել եք, որ անպայման պիտի մի մեծ կտոր միս լինի, ապա դա լինի ամիջ, լցոնված հնդկահավ, լցոնված սագ, բադ, որոնք ավանդական կերակրատեսակներ են, հայկական ավանդական կերակրատեսակներ են, իսկ լցոնը կարող է լինել բրինձ չամիչով եւ այլ չրերով, կարող է լինել աճառով, ինչ որ այլ համադրություններ չրերով, կարող է լինել ընդհանրապես դդում, օրինակ, դդում, սերկևիլ, քարաուզի կոթեր, բայց հարցը այն է, որ այս դեպքում, երբ որ մենք ընտրում ենք ոչ այնքան շատ մեծ մսեղիկ, այդ մսեղիկը մի անգամ սեղանին դնելով, նստելով ավարտվում է։ Սա շատ կարևոր է մեր հեռուստադիտողները, մեր ունկնդիրները պիտի պատկերացնեն եւ հասկանան, որ կերակրատեսակը պատրաստ վիճակում մի քանի օր պահել շատ վտանգավոր է, շատ վերնաշանի վտանգավոր է եւ այս տոնը ամանորի որքան էլ ասենք խնջույքի տոն է, որքան էլ ասենք առատության հոմեն չենք վնասելու մեզ։ Վերջը պիտի հասկանանք, որ ստամոքսը չի հասկանում այսօր տոն է, թե ոչ ինքը ունի իր աշխատանքային ռիթմը եւ աշխատանքային ժամանակը։ Պարոն Մամուլյան, նաև ինչ ավանդական խմիչքներ կային, որոնք պարտադիր զարդարել են նոր տարվա սեղանը։ Նոր տարում գինին պիտի հոսի գետի պես։ Գինի իհարկե, նաև լավ ճիշտ թորած մրգային օղի, ճիշտ թորած, բայց որովհետև շատ մարդիկ ուղղակի ասում են դե ճիշտը պատկերացնում են, որ շաքար չեն խառնում, ճիշտ է, վերջը մնացածը։ Ոչ, դա չի կարևորը, կարևորը որ մենք կարողանանք այդ թորման ժամանակ ունի 3 ֆրակցիա այդ խմորված միրգը, 3 ֆրակցիա, որոնք տարբեր ջերմաստիճանի են եռում եւ բնականաբար տարբեր ջերմաստիճանում գոլորշանում են։ Առաջի եկած այդ որ ասում ենք դա լրիվ ացետոն է, պիտի թափվի։ Եվ մեջից այդ սպիրտը եւ այսինքն օղի թորման նոր բաներ կա որ ավանդաբար մենք կարող ենք օգտագործել։ Իդեպ պարոն Մամուլյան, հաջորդ հարցս վերաբերվում էր հա նոր զարգացմանը, հայկական խոհանոցը ինչ զարգացման ուղի է ապրում այսօր։
Ունենք նոր ճաշատեսակներ, կերակրատեսակներ, որոնք որ փորձում ենք նոր ներդնել հայկական խոհանոցում։ Ի ուրախություն մեր հասարակությանը պիտի նշեմ, որ մեր կազմակերպությունը հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը, որը արդեն 16 տարի գործում է, հենց առաջ օրվանից սկսել է հավաքագրել, զբաղվել հավաքչությամբ, հավաքագրել, ուսումնասիրել եւ հանրայնացնել մեր ազգային խոհանոցը։ Եվ մենք հասել ենք բավականին լավ արդյունքների։ Անցած տարի մենք ռազմավարական գործակալության զարգացման կազմակերպության հետ տպագրեցինք Սյունիքի խոհանոցը 80 կերակուր։ Այս տարի մինչև գարուն կտպագրենք Լորվա, Տավուշի եւ Հայոց ձորի խոհանոցները։ Նախադրյալ կա ամերիկյան դեսպանատան առաջարկով այսպես ինչ են ասում, գրանտ են ասում, ինչ են ասում, չգիտեմ, հայտարարել Արցախի խոհանոցի վերականգնման մասով։ Մենք ներկայացրել ենք հայտ, որովհետև մասամբ արդեն ունենք վերականգնված եւ մեր մեթոդոլոգիան օգտագործելով կարող ենք մի տարվա մեջ նորից շարունակել այդ հավաքական գործունեությունը եւ մենք ունենանք Արցախի կոմպակտ խոհանոցը։ Եվ տեսեք, սա այն ինչ որ արվել է եւ արվելու է, բնականաբար բոլոր 10 մարզերի եւ Արցախի խոհանոցը մենք վերականգնելու ենք։ Բայց ճանապարհը զարգացման միայն հինը վերականգնելու ցուցադրելը չի։ Զարգացման ճանապարհը հինը վերականգնելը հնի բազայի վրա, հնի հիմքի վրա նորը ստեղծելն է, մատուցման ձևը փոխելը, նոր մոտեցումներ, գեղեցկացնելը, համեղացնելը, բայց դա պիտի արվի շատ բարձր մակարդակում, շատ լավ խոհարարական հմտություններ եւ գիտելիքներ ունեցող մարդկանց միջոցով։ Այնինչ հիմա արվում է մեր կազմակերպության հետ միասին հիմա այս տարի ստեղծվեց խոհարարների հայկական ասոցիացիա, Արբի Ղարախանին գլխավորեց այդ ասոցիացիան, որը ով նաև մեր կազմակերպության գործադիր տնօրենն է, եւ այդ երիտասարդ խումբը հանձնարարու է, ինքը Սփյուռքից է, այո, պարսկահայ է, այդ խումբը հանձնարարու է հնի վրա նորը կառուցելու գործին եւ շատ հաջողակ տարբերակներ է։ Բացի դրանից այդ խումբը նաև երիտասարդ խոհարարների մրցույթներ, երիտասարդ խոհարարների նոր մտածելակերպ, նոր մոտեցումներ է ցուցադրում, այնպես որ զարգացումը դա է ենթադրում, բայց կա մի կարևոր հանգամանք, որը մենք արդեն նախաձեռնել ենք, ազգային խոհանոցի զարգացման ռազմավարական հայեցակարգ ենք մենք մշակել, որը պիտի այս տարի անպայման ներկայացվի պատկան մարմինների կառավարությանը, եւ այնտեղ մենք նախատեսում ենք 5 տարվա աջակցություն, որի արդյունքում կունենանք բարձրագույն ուսումնական հաստատություն խոհարարության, կունենանք խոհանոցի թանգարան եւ լաբորատորիա, որպեսզի մենք մշակումներ իրականացնենք եւ ուրեմն այն ամենը ինչ ասում ենք, ինչ խոսում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կապված հարևանների ոտնձգությունները եւ այլն, պիտի այդ լաբորատորիան մշակվի, հիմքերը ստեղծվի եւ եթե նույնիսկ մենք չկարողանանք կամ չուզենանք աշխարհին այդպես ցույց տալ կամ ինչ որ բան ապացուցել, գոնե մեր հասարակությանը պարտավոր ենք ապացուցել, որ մեր հասարակությունը իր մշակութային ժառանգությունը ճանաչի։ Սա ամենակարևոր ձեռքբերումն է։ Գիտեք ինչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն էս ճանաչեց, ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ճանաչեց, էս արեց, այն արեց, մի տարի լավ Քոչարին տվեց մեզ, տոլման տվեց բանին, ամեն ինչը պարիտետի մեջ է։ Ամեն ինչ ինչ որ հավասարակշռելու, չգիտեմ ինչ որ պայմանավորվելու մեջ է, բայց իրականում մշակութային ժառանգությունը այդպիսի բաներ չի հանդուրժում։ Նախ մենք պիտի ճանաչենք մեր ժառանգությունը։ Եվ այդ լաբորատորիաների միջոցով, որը պիտի լինի անպայման կից խոհանոցի թանգարանի, կից այդ լաբորատորիաներում պիտի աշխատեն մարդիկ, ովքեր շահագրգիռ են, բայց մասնագետներ։ Այդտեղ պիտի լինեն հնագետներ, պիտի լինեն ազգագրագետներ, պիտի լինեն խոհարարներ, պիտի լինեն քիմիկոս, ֆիզիկոս եւ այլն, կեսաբան, որ մենք կարողանանք լուրջ հայտ ներկայացնել։ Թե չէ, հիմա գիտեք ինչ է, ես վստահ եմ հիմա տոլմայի մի տարատեսակ կամ մեր տարատեսակը մենք ներկայացնենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ինչ ա եղել, փողը մուծի, այս էլ ձերն է, ինչ ա եղել հիմա։ Այստեղ, բայց դա լուրջ չի։
Ես չեմ համարում դա լուրջ։ Ես իհարկե հիմա կոչ չեմ անում ընդհանրապես չզբաղվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշակութային ժառանգության պահպանման գործերին։ Բնականաբար դա կարևոր բան է, բայց դա ամենակարևորը չի։ Ամենակարևորը որ մենք ես ու դու ճանաչենք։ Ամենակարևորը որ մեր եկող սերունդը ճանաչի, ամենակարևորը որ ոչ միայն ճանաչի, օգտագործի։ Այ մենք ասում ենք ուժեղանալա պետք մեզ։ Ոնց է, ինչ է նշանակում ուժեղանալ։ Մարդը երբ է ուժեղ, երբ որ առողջ է, չէ՞։ Իսկ երբ է առողջ։ Երբ որ ճիշտ է սնվում, իսկ երբ է ճիշտ սնվում։ Դա բնակլիմական պայմանների պահանջ է։ Այն ժամանակ է ճիշտ սնվում, երբ որ օգտագործում է ազգային կերակրատեսակներ։ Սա աքսիոմա է, որտեղ մեր օրգանիզմը այս բնակլիմական պայմաններին է սովոր։ Հետևաբար այդ համային տարածությունը, այն բույսերը, այն մթերքները, որոնք առկա են, սրանով է մեր օրգանիզմը զգում կոմֆորտ։ Գործունեությունը լավ իրականացնում, միտքը, մտքի թռիչքը, ուժը, այնպես որ գիտեք, ամեն ինչ կախված է մեզանից։ Ոչ մի անգամ երբեք չի կարելի հուսահատվել, ՅՈՒՆԵՍԿՕ-ն էս որոշեց, չգիտեմ, ՄԱԿ-ը էս որոշեց, ՈՒԵՖԱ-ն, ՖՈՒԵՖԱ-ն, ՖԻՖԱ-ն էս որոշեցին։ Մենք ինքներս պիտի ոչ մի կասկած չունենանք մեր ժառանգության նկատմամբ, մենք ինքներս պիտի ունենանք մեր մտքի մեջ գեր նպատակ, պիտի ուժեղանալ, պիտի կրթվել ուժեղանալ, մեր բոլոր բացթեղումների հիմքում կրթությունն է, կրթվելու նկատմամբ մեր վերաբերմունքն է։ Այդ թվում նաև խոհանոցի։ Այսօր մեզ կրթված խոհարարներ են պետք, ոչ թե լավ քյաբաբ պատրաստող, որ մեր հասարակության գոնե այդ ֆինանսական վերնախավը հենց դրան տարավ։ Լավ քյաբաբ ուտենք, որտեղ իրանք քյաբաբից այն կողմ բան չեն տեսել, ցավոք սրտի մեր այդ ֆինանսական վերնախավը։ Այլ կրթված խոհարարներին իրանք ընդհակառակ այդ ֆինանսական էլիտան հովանավորի, որ այդ խոհարարները կրթվեն, որ կարողանան ճիշտ սնունդ պատրաստել։ Իդեպ այսօր պետական աջակցություն, խոհարարությունը ամբողջ աշխարհին, հայկական ավանդական կերակրատեսակները առհասարակ ամբողջ աշխարհին ներկայացնելու առումով պետական հովանավորչություն դուք զգում եք։ Այո, մեր պետությունը առաջի անգամ իր պատմության մեջ, առաջի անգամ ազգային անվտանգության ռազմավարության մեջ ազգային խոհանոցը ներառել է, առաջին անգամ։ Լավ տենդենց է ամեն դեպքում, պարոն Մամուլյան, կուզենայի նաև այ դուք խոսեցիք Արցախյան խոհանոցի պահպանման մասին։ Արցախի խոհանոցը ինչքանով է նման ու տարբեր հայկական խոհանոցից։ Հելոնա ջան, ոչ միայն Արցախի, այլ նաև մեր տարբեր մարզերի խոհանոցները հաճելիորեն, զարմանալիորեն, քնքշորեն տարբերվում են իրարից։ Այնպես ինչպես մեր ոսկեղենիկ բարբառները, այդպես էլ խոհանոցը տարբերվում է։ Չքնաղ մի երևույթներ են դրանք, չքնաղ երևույթներ։ Գիտեք, ես երբ որ աշխատում եմ միայնակ այդպես սենյակում ու սկսում եմ այդ հավաքչության արդյունքները նայել, ինձ մտովի մեկ էլ տանում է նախնիների Արցախի մասով այդ մելիքությունների ժամանակները, չգիտեմ, Սյունիքի մասով տան խոհանոցը մեր դիմագիծն է նաև, դիմագիծը, մտածելակերպը։ Մի չքնաղ, ուղղակի զարմանում ես, լավ, ինչքան մոտ են եղել այդ մարդիկ, մեր նախնիները, հատկապես տատիկները բնությանը, ինչքան են հաշվել եւ հաշվարկել եւ ընդունել բնական երևույթների կարեւորությունը։ Այս ամեն ինչը խոհանոցի վրա, հատկապես նաև Արցախի, ընդհանրապես բնականաբար խոհանոցը զարգանում է լավ զարգացած բնակլիմայական պայմաններում եւ Արցախի բնակլիմայական պայմանները, Արցախի բնությունը դա մի դրախտավայր է եւ այս դրախտավայրի արտացոլանքը խոհանոցի վրա երևում է անկասկած եւ գումարվում է նաև տատիկի այ բաբո դեդո չեմ ուզում ասել, որտեղ դա օտարահուն չէ, տատիկի ու պապիկի մտքերը եւ խոհերը, որոնք արարել են, այստեղ արդեն այդ գլուխգործոցները արդեն լրիվ հիմնավորվում են։ Ինչու եմ հարցնում, որովհետև կարծես թե Արցախյան խոհանոցի հիմնական այցեքարտը ժենգյալով հացն է եւ Արցախը այսպես ճանաչում է խոհանոցը հենց ժենգյալով հացով, բայց մենք գիտենք, որ ունեն շատ ավելի հետաքրքիր եւ յուրահատուկ ուտեստներ, որոնց մասին շատ քչերը գիտեն։ Իհարկե, ես
խոստումներ չեմ ուզում տամ, բայց համարյա թե վստահ եմ, որ գալիք տարվա մեջ, եթե ամբողջությամբ չկարողանանք տպագրել, ապա գալիք տարվա մեջ հիմքերը կդնենք, որ մենք կարողանանք տպագրել Արցախի խոհանոցի գիրքը։ Եվ այնտեղ դուք կտեսնեք, բոլորը կտեսնեն, որ Ժինգյալով հացը չի միայն։ Իհարկե Ժինգյալով հացը շատ գլուխ գործոց կարելի է համարել, որովհետև այդտեղ նույնպես ցույց է տալիս այդ կերակուրը այո, բնության հետ կապը, ճանաչելիությունը բնության։ Քանի տեսակ վայրի ուտելի բույս է։ Ճանաչելիությունը եւ հոգատարությունը բնության նկատմամբ։ Գիտեք, ճանաչելը մի բան է, օգտվելը մի բան է, բայց հոգատարությունը պարտադիր է, որ մենք դի դրսևորենք։ Բնությունը անսպառ չի։ Ամփոփելով մեր զրույցը, եթե ունեք խոսք ուղղված մեր հայրենակիցներին, ապագա խոհարարներին, խնդրեմ։ Ապագա խոհարարներին ուզում եմ, որ իրենք երբեք չբավարարվեն ձեռքբերածով եւ կրթվեն ու կրթվեն։ Կրթվեն ու կրթվեն։ Մենք նաեւ մի ծրագիր են գրել ավագ խոհարարի չափորոշիչ, բայց դեռ ձեռնարկը չկա եւ դեռ ուսումնական պլանը չկա, բայց եկող տարի լինելու է արդեն կազմակերպենք։ Մեզ հարկավոր են կրթված խոհարարներ։ Իսկ մեր հասարակական, մեր հայրենակիցներին, բարեկամներ, նախ ուզում եմ շնորհավորել ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Ես ուզում եմ, որ գալիք տարվա մեջ մենք զարգ տանք կրթությանը, զարգ տանք կարգապահությանը, զարգ տանք հողի մշակմանը, հողին կառչելու մեր ձգտմանը եւ զարգ տանք շատանալուն։ Այս 4 հիմնական երևույթները կնպաստեն, որ մենք ուժեղանանք։ Այս 4 հիմնական երևույթները ոչ մեկից կախված չեն, բացի մեզանից։ Ոչ մեկը իրավասու չի արգելելու մեզ կրթվել, ոչ մեկը իրավասու չի մեզ արգելել կարգապահ լինել, ոչ մեկը իրավասու չի մեզ արգելել հողին սիրել, մշակել, կպչել հողին, եւ ոչ մեկը առավել եւս չի կարող արգելել մեզ շատանալուն։ Այսքանը։ Ես ուզում եմ, որ բոլորս իմանանք, որ Արարման վայրը կանխորոշված էր ի վերուստ եւ այն հայկական բարձրավանդակներ։ Ամեն ինչ սկսվեց Ց-օր-N-ից։ Շնորհակալ եմ պարոն Մամուլյան համեղ եւ ազգային զրույցի համար։ Շնորհակալություն հնարավորության համար։